Բարի ուշ երեկո ժողովուրդ ջան։ Եկել եմ ասեմ, որ դուք խիղճ չունեք, լուրջ եմ ասում։ Համ ձեզ չեք խղճում, համ էլ ինձ չեք խղճում, էլի մի քիչ խնայեք ձեզ, մի քիչ էլ ինձ խնայեք, էլի ասենք։ Հա, ասենք մի հատ միգերա, մի հատ ջադու, հելելա, ուզում ա, ցույց տա որ ինքը ասետրինա է։ Ներվայնացել եք, էդի լսել եք, մի հատ էլ ինձ եք գրում թեմերի ջան, մի հատ նայի, բան։ Ժողովուրդ ջան, երկու անգամ արագացված տեմպով դրել եմ, որ դրա բոռնոց է լսեմ, էլի չեմ հաղթահարել, էլի, ասենք։ Ես հասկանում եմ, որ դուք իմ վրա ավելի վստահ եք, քան թե ես, բայց ես այդքան համբերություն չունեմ, էլի, այդ անասունի բրդոցները լսեմ, ասենք։ Լավ, մի քիչ մեկնաբանեմ։ Շատ կարճ կմեկնաբանեմ, ու կմեկնաբանեմ միջև այն հատվածը, որ լսել եմ, ստիպված։ Կոֆես էլ հարամ եղավ։ Համոք չգնաց, էլի, որովհետև դեմս անես դերվիշ բաբա էր նստած, մի քաղաքական դիակ, հա, որը եկել է Տաշիր Սամոյին ցույց տա, որ չէ, այստեղ ես եմ տղեն։ Պատի կապնեք ինձ, ես էր իր ասածը, ընդամենը, monitoring անենք, կջոգինք, բան, սաղ փետրվարին են ասելու, ով ալինելու իրանց առաջի դեմքը, աշկից ձեն վլուբլոննի են ասելու, իրար հետ սեքս են անելու, նոր ասեն։ Ինչ խոսեմ մի հատ քաղաքական դիակի մասին, ով որ իրա երկիր ասում, դու քեզնից ինչ ես ներկայացնում, այդ չունգուլ, այո, դու քեզնից բան չես ներկայացնում։ Բայց դու ոչ մեկ ես, որ դու իմ երկիրը ասես, փոքր, իրանից բան չներկայացնող, այնքան տավարի ցավ ես։ Ասենք ես վերջերս որ Ղազախստանի ղեկավարը, շնորհակալություն հայտնես Նիկոլ Փաշինյանին, իրանց հարաբերությունները ել ավելի լավացնելու, ել ավելի զարգացնելու, պարգևատրեց, ինչ որ իրանց թանկարժեք մեդալեր ինչ էր տվեց Նիկոլ Փաշինյանին։ Դա նշանակում է, որ այդ Եվրազիայի պետությունների մեջ Փաշինյանին կամ ընդհանրապես Հայաստանի հետ բոլորի отношенիները շատ վատ է։ Այսինքն քո համար այդ չունգուլ Պուտլերն է կարևոր, մեկ էլ Պուտլերի ձախ ձուն, հա, այն բացիա, ինչ է, կարտոշկեն են, կարտոլ է։ Կարտոլն էլ է, ափսոս դրան ասես, կարտոլի է, կարգին պրոդուկտ է։ Հա? Այդ չունգուլ։ Ու ընդհանրապես բոլոր քաղաքական գործիչներ կլինեք, լուծաբաններ կլինեք, եսիմով կլինեք։ Իմ համար մեկը կլինի արտ խորհրդարանական կլինի, թե խորհրդարանական կապ չունի։ Ոչ մեկը չփորձեք այլևս շեշտեք այն հանգամանքը, որ փոքր երկիր ենք, արա այ հոգնած։ Այդ նույն Քաթարը շատ մեծ պետություն է, այդ նույն բանը Իսրայելը մեծ պետություն է, մեր չափ չի։ Այդ նույն Հոլանդիան։ Այդ նույն Սինգապուրը փոքր պետություն չէ։ Ինչ կապ ունի ինչքան ռազմերի է սարա։ Հա, այ հոգնած։ Հա դե քո մոտ ռազմերով է երևի ամեն ինչ չափվում էլի։ Այ չունգուլ։ Այդ որ ասում ես քո ժամանակահատվածում ինչ որ զարգացումներ ապրե երկիրդ։ Ու նենց մեկ սնայպերներն են խփել էլի։ Ես չեմ ուզում հենց հիմա բանակից բաներ պատմեմ, հա, թե ով ում ա խփել ու ինչի համար ա խփել։ Դա առանձին թեմա է, դա բանակի թեման է, որ ես կուզենամ այդ գողական մշակույթը այդտեղ վերանա, ընդհանրապես այդ յախշի, խառոշի բան, դա ամեն ինչը վերանա, ես դրա համար առանձին ինչ որ վիդեո կձայնագրեմ։ Բայց դու չունգուլի վաստակ։ Դաժե չունգուլ էլ չես, էլի։ Քեզ զգում ես Պուտլերի չունգուլ, բայց դու դաժե Պուտլերի չունգուլն էլ չես։ Դու Պուտլերի ուչիսկովու չունգուլն ես։ Վերադառնամ այդ քո զարգացման process-ներին, արա։ Այ հոգնած։ Այդ որ Թուրքի հետ պայմանավորվել ես, Պուտլերի հետ պայմանավորվել ես։ Արցախում լվացկատուն եք ստեղծել։ Լավ գրփել եք, լավ կերել եք, ինչ որ մի ժամանակ։ Ու ասում ես երկիրը ինչ որ զարգացում է ապրել։ Բայց դու մոռանում ես ավելացնես, որ տարածաշրջանում բոլոր զարգացող պետությունների մեջ վերջից առաջինն ես եղել, այդ չունգուլի վաստակ։ Այդ տարիապկա քաղաքական։ Ախր ժողովուրդ ջան, չգիտես սրա որ բրթոցին պատասխանես, էլի։ Ոտից գլուխ, ծայրից ծայր, չասեմ ինչի տղա։ Որ բռնի սենց արժե զրկի ամեն ինչ։ Մենակ սենց բարձրացնի մեր հողերը, մեր մասիսը, մեր ինքնությունը, լուրջ ես ասում։ Դրա համար չես ուզեցի թուրքին բզբզած, վախեցել ես էլի, պետք չի թուրքին բզբզալ, հա։ Պուտինիզմով ես էլի զբաղվել, պուտինական մեթոդներով ես էլի զբաղվել։ Արա դուք բոլորդ նաչխալին անարոտ։ Այո, դուք բոլորդ։ Սենց մի կուսոկ էլ գցել եք շան նման են ոսկորը գցել եք ժողովրդին, դուք դզվել եք, իրար մեջ պետությունը սկիսել եք, հա, տարբեր ասպեկտներ, տարբեր ոլորտներ։ Ու դու ասում ես իմ պետությունը զարգացում է ապրել, լուրջ ես ասում, այ հոգնած։ Փաշինյանը ընդամենը մի նախադասությունով պատասխանել է, որ ինքը էլ շատ է հետ մնացել, այո, աշխարհը առաջ է գնացել, ինքը էլ մնացել է Պուտինի ձախ տակ։ Դե չունգուլի վաստակա, չէ։ Արա սաղի շահերը պաշտպանեց, Իրանի շահերը պաշտպանեց, Թուրքի շահերը պաշտպանեց, Ռուսի վրացու շահերը պաշտպանեց, Հայաստանն էլ ով է որ, Իրանից ինչ չան ներկայացնում որ։ Ու այս հոգնածին սատարողները գալիս են ինձ ասում են մեր ղեկավարը հզոր է, ղեկավարը բան։ Արա դուք լրիվ կոշկացեք։ Ինչ որ մեջ բերեցիր, որ Փաշինյանը ինչ որ ռաժոկա ինչա չէր կարող բատենց ղեկավարը։ Այդ տաբարի ցավ։ Դու եղել ես Հայաստանի Հանրապետության նախագահ, որը հայերեն չգիտի։ Ինչի մասին ես դու խոսում։ Քեզ 3-4 անգամ նույն հարցը տալիս են, որ դու ջոգ ես ինչ են ասում, գուշակ ես։ Դե կներեք էլի, որ Փաշինյանը քո նման ուղնուծուծով KGB-իշնիկ չի եղել։ Հələ սրանն այ։ Այնքան հայրենասեր ես եղել դու որպես ղեկավար։ Այնքան Հայաստանի Հանրապետության նախագահ ես եղել, որ արտ երկրներում տարբեր ատյաններում ելույթ ունենալուց դու ոչ հայերեն ես խոսել, ոչ էլ իրանց լեզվով ես խոսել։
Գոնե ֆրանսերեն կամ անգլերեն։ Դու խոսել ես զուտ ռուսերեն։ Ռուսկա խոսնայա։ Որտեղ պրեստիժն չի եղել քո համար հայերեն խոսալը։ Դե անգլերենում էլ անգրագետ ես եղել։ Կարող է հիմա գիտես, չգիտեմ, իմ ոտերին չի։ Դու ավելի գերես դասել ռուսերենը պատիվա բերել քեզ։ Ես Պուտլերի չունգուլը բերեսա երկիրս ընդերքով բանով տվել ապարքի դիմաց 0%-ով, եկել ես 27%-ը։ Այդ դալբայաշեր։ 27%-ը, դա մենակ պետությանն է, փայը։ Բա հարկերը մոռանում ես, որ լցվելու է բյուջե։ Այդ նույն բիզնեսներից։ Դա արդեն չեղավ 27%, դա արդեն եղավ 50+։ Ասում օպտնի, տնտեսագետ եմ դարի ռսի տակ։ Բախի չես հաշվում էդի, դե ձեռնատու չի, այդ մասին խոսես։ Այ բաբեիգա։ Ջոգացա, այս նարեկի ասած որս բերող տնտեսագետ ապետք, եկել ես քո տեխնատություն առաջարկես, հա։ Բերել ես ռեզումեդ, որ նարեկը քեզ աշխատանքի վերցնի, որ ինչքան մեղք եք դուք սաղատ։ Վայ հայ ժողովուրդ, այսով ես ունեցել։ Ուրեմն մենք բիզնես ենք բերում մեր երկիր, դու ասում ես չէ, բիզնեսը բիզնես չի, եթե Իրանն էլ փայ չստանա, դա բիզնես չի, եթե Ռուսաստանն էլ ստեղ չլինի։ Ու այս ամենը առանց ամոթի։ Ու քո նման չունգուլին, ինչ որ մեկը ասում է պարոն, նախագահ։ Արա գնա մեռի էլի, լուրջ եմ ասում, դու դաժե չես էլ պատկերացնի այսօր ազգը ոնց է խոռոփ է վրեդ։ Բայց եկավ այն պահը, որ էլ չդիմացա, էլ չկարողացա նայեմ, որտեվ ասում ես Չէ կապիկություն հաստատ չեմ անում, էլ լրտի վաստակներ հետը բաներ անում, էլի ղժում էր, տոն վրա ղժում այ հոգնածներ, մեկ ալնի ձեր տոհմերի վրա ղժա։ Որ ռուսի չունգուլը բերներ չեք անե տարիներով այդպես ծծելով ման եք եկել ռուսի չունգուլը։ Ու ձեզ մարդ եք զգացել, ձեզ հայ եք զգացել, թասիբով եք զգացել, ինչ որ ինքնությունը պահող եք զգացել։ Ռուսի չունգուլը ձեր բերնում։ Այդ տանձի գլող։ Մենք որտեղ էինք, որ դու կապիկությամբ էիր զբաղված։ Եթե Նիկոլ Փաշինյանի արածը կապիկություն, հա, կոնկրետ ու դառնի խփելը։ Ուրեմն ամենամեծ կապիկը մակական քո պապանա, քո Պուտլերն է։ Բայց ի կապիկություն չի, հələ ուշադիր նայի։ I found my thrill on Blueberry Hill. Երևի դու ես նկարները նայում ես նամանավանդ ես ձիու վրա ղզղնում ես, էլի։ Էսի կապիկություն չի։ Էսի քո երազած սեքս սիմվոլն է։ Ոնց հասկացա այս կառլիկը։ Որտեւ անգամ անունը տալուց դողն գնում է ջանդ։ Դա զգացվում է, էլի, դու ինչքան էլ ուզենաս, էդի թաքցնես։ Ու այդ որ ասում ես ես չեմ բզբզացել, որ Թուրքին չբարգացնեմ։ Հələ տենա մեկ քո համակիրները քեզ ընդհանրապես կաչնազար ասելու են, թե չէ, այ ղզիկյա դա։ Կամ որ այդ նարեկդ որ ասում այո, պետք է ճանապարհները Թուրքիայի հետ բացվեն։ Հələ տենամ նարեկի համակիրները կդառնան թուրքի ծնունդ։ Ես չգիտեմ ինչքան համբերություն ամես պետք, որպեսզի ձեր նման եզառածների ասածները լսենք։ Բայց ժողովուրդ ջան, իսեր աստվել ինձ խղճացեք։ Ես իրոք չեմ ուզում սրանց նայեմ, իրոք էլ երեխեք ջան։ Ախր ես ով որ ես սրան նայեմ։ Դնեմ վերակենդանացնեմ։ Այն որ ես հիմա իրան պատասխանում եմ, էդի կոչվում է որ ես սրան վերակենդանացնում եմ։ Ինքը ջոկելա որ սատկելա լրիվ։ Այս նարեկն էլ եկելա նարեկի ֆոնին վարշի կորելա։ Դրա համար սենց են այս սրա նման եկավ առաջ նորից, եկավ ասուլիսի, այս սրա նման։ Միանգամից բուժվեց, տեսնում եք ոչ շռմատակը, ոչ բան։ Միանգամից բուժվեց։ Լսես նարեկն եկելա, կարող է պատահի հանգարց տեղս բաղացնի սամոն բան։ Այ հորս արև։ Երկիրս ամբողջովին ձրի ռուսին տվող ասма 27%-ի ինչա, որ դա ինչա։ Էդ ինքան մի քանի միլիոն է։ Ես բան։ Այդ շատ լավ դարումի ասա, վերանս բացել մի տուր, հա։ Կամ այդ բենզինի պահով որ ասում ես, այդ Ռուսաստանի բենզինի տերն ով արա։ Ադրբեջանից չի։ Ադրբեջանցի չի։ Այ խիալ մոզի։ Վառում է որդ։ Կամ էլ են Պուտլերը ինչ որ բան է կողե որդ։ Վառում է։ Որ այդ նույն բենզինը մենք ստանում ենք, բայց ավելի էժան։ Ու քո Պուտլերի գրպանը բան չի գնում, որ քեզ էլ փայ հասնի։ Այդտենց ասա հասկանանք։ Թե չէ ինգել է սարեր, ծորեր։ Դալբայո։ Փաշինյանը նորմալ բանաստեղծությունով ու դառնի կանվակում կապիկություն, հա։ Քո չալիկով չասեմ ինչ Պուտլերը, հա։ Այն որ Զուկանը հետն աման տալիս։ Դոլյո Վարավսկայա նվագում Էսի պրեստիժա։ Հադե դու որովհետև լսում ես Պուտին, սաղ ջանը դող անցնում քեզ մեղադրելու չի։ Ժողովուրդ ջան, ես առանց սրա ասուլիսը լսելու, այսօր արդեն գրեցի, բայց դուք իհարկե ուշադիր չեղաք այդ պահին, ոչինչ ստեղ կասեմ։ Ուրեմն խնդիրը նրանումն է, այստեղ խանդ է առաջացել քոչվորի մոտ, այդ նույն Նարեկի նկատմամբ, Սամոյի նկատմամբ,
Դրամարել ասուլիս անում, պլյուս զգում են, որ այս Նարեկի այս ամբողջ կոչվածը արդեն սկսում է քիչ-քիչ ցիրուցան լինելը, որովհետեւ տակ պահեն այդ massային ու չթողեն որ ծվրվեն, այսենց մտնում են ասուլիսներ, ինչ որ թազա ինչ որ մտքեր, ցույց տան հայելի մենք ասետրինա ենք, պուտլերի նման ձիու վրա ենք։ Բայց որ սրանք սաղ արդեն վաղուց շինված են, դա փաստան, հենց որ ինձ խնդրում եմ, աղաչում եմ, էլ չուղարկեք այս դերվիշ բաբա, այս բաբա Յիգայի, այս շինված ու չիսկով ու չունգուլի ոչ մի ելույթ։ Ժողովուրդ ջան, պուտլերն ու այս չունգուլը ընկնելու են նույն այս երկու հոգու օրը։ Պատահական, թե բախտի բերմամբ դառնալու են երկու շամփայ։ Այս են շներ շինելու են մի օր սրանց, կտեսնեք, դուք ականատես եք լինելու, դե սրանց ոնց են փողոցներում կամ միտեղ բռնելու ու շինեն։ Այսքանը։ Այս վերջին կադրը նայեք, տրամադրությունները բարձրացրեք, գնացեք առաջ, մեր պետությունը գնում է զարգացում, ինչքան նախանձեն, ինչքան ճակճկեն, ինչքան գեմարոյ ստանան, մենք մեկա գնալու ենք առաջ, մենք մեկա զարգանալու ենք, ինչքան էլ փորձեն բնաջնջել ու արժե զրկել այս բոլոր արածները, փաստը մնում է փաստ, ամերիկյան հզոր բիզնեսը մտել է մեր երկիր, ու այո, այդ ամերիկյան հզոր բիզնեսը ինտերես ունի, որ Իրանի հետ, Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ, ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնի, դե դրա համար Իրանում հեղափոխությունն է, որից էլի կոչվորի ոռը վառվում է։ Այսքանը ուշադրություն մի դարձրեք, հելելա միկրոֆոն են տվել ուրախացելա, ոչինչ, վաղ նորից շաբի կհակնի, կգնա իր պալատ։ Այսքանը։